Սա Քենեդիներն են, աշխարհի ամենահայտնի տոհմերից մեկը։ Այս ընտանիքում իշխանությունը եւ չափից շատ փողը սովորական բաներ էին, բայց միևնույն ժամանակ մահը նույնքան սովորական երևույթ էր։ Ամեն ինչ սկսվեց 1944 թվականի օգոստոսի 12-ին, երկրորդ համաշխարհային պատերազմ։ Երկնքում պայթում է ընտանիքի ավագ որդու ինքնաթիռը, իսկ ընդամենը 4 տարի անց ավիավթարից մահանում են նրանց դուստրը։ Բայց սա միայն սարսափելի շղթայի սկիզբն էր։ 1963 թվականին Դալասում աշխարհի ամենաազդեցիկ մարդուն ԱՄՆ-ի նախագահին սպանում են ուղիղ եթերում, բոլորի աչքի առաջ։ Ընդամենը 5 տարի անց նրա եղբայրը, ով պետք է շարունակեր նրա գործը, գնդակահարվում է հյուրանոցի միջանցքում։ Տասնամյակներ անց նույն դժբախտ ճակատագրին է արժանանում նախագահի միակ հետնորդը, նրա որդին, ում ինքնաթիռը կործանվում է օվկիանոսում։ Եվ սա դեռ ամենը չէ։ Իսկ ինչ է սա։ Չարաբաստիկ պատահականությունների շարք, թե դաժանգին, որն այս տոհմը վճարեց համաշխարհային գահին բազմելու համար։ Այս ընտանիքի հիմնադիրը Ջոզեֆ Քենեդին էր, իսկ նրա նախագահ դարձած որդին Ջոն Քենեդին։ Սա Քենեդիների ընտանիքն է։ Ով էր կանգնած այս սպանությունների ետևում եւ ինչ ազդեցություն ունեին Քենեդիները ԱՄՆ-ում։ Դուք Zoot Story YouTube-յան ալիքում եք։ Բաժանորդագրվեք, մեկնաբանեք եւ ցանկության դեպքում տարածեք մեր տեսանյութերը։ Zoot Story. Պատմություններ պատմության մասին։ Քենեդիները ի ծնե ԱՄՆ-ի քաղաքական էլիտայի մաս չեն եղել։ 19-րդ դարի վերջում նրանց նախնիները նոր էին տեղափոխվել Իռլանդիայից, առանց փողի, առանց կապերի, առանց հնարավորությունների։ Բոստոնում իռլանդացիները զբաղեցնում էին հասարակական ամենացածր դիրքերը։ Նրանք քիչ էին վաստակում, չունեին մեծ կապեր, չէին ապրում մի միջավայրում, որտեղից մարդիկ կարող էին հասնել իշխանության, բայց հենց այստեղ է սկսվում նրանց առաջին փորձը։ Պատրիկ Ջոզեֆ Քենեդին աղքատ իռլանդական ընտանիքի փոքր զավակն էր։ Դեռ պատանի հասակում թողեց դպրոցը եւ սկսեց աշխատել Բոստոնի նավահանգստում։ Միաժամանակ զբաղվում էր ալկոհոլի վաճառքով, այդպես նա կարողացավ գումար կուտակել։ Սկզբում գնեց 1 բար, հետո երկրորդը, իսկ հետո նաեւ բաժնեմաստ ձեռք բերեց Բոստոնի նավահանգստում։ Մինչև 30 տարեկանը նա արդեն դարձել էր վիսկիի ներմուծմամբ զբաղվող կազմակերպության սեփականատեր։ Բիզնեսով զբաղվելու ընթացքում նա սկսեց հասկանալ, թե Բոստոնում ով ինչ ազդեցություն ունի, ինչպես են ընդունվում կարևոր որոշումները եւ ինչպես են մարդիկ լավ կապերով առաջ գնում։ Դրա շնորհիվ նա մտավ Բոստոնի քաղաքական դաշտ եւ աստիճանաբար մեծացրեց իր ազդեցությունն ու շրջապատը։ Այս կետից սկսեց Քենեդիների ընտանիքի ճանապարհը դեպի մեծ քաղաքականություն։ Ջոզեֆ Քենեդի ավագը համարվում է Քենեդիների կլանի իրական հիմնադիրը։ Նա ծնվել էր 1888 թվականին Բոստոնում, արդեն ավելի կայուն ու ապահով ընտանիքում հոր ստեղծած հիմքի վրա։ Լինելով ընտանիքի միակ որդին, վաղ տարիքից ներգրավեց ընտանեկան բիզնեսում եւ սկսեց հասկանալ, որտեղ կարելի է առաջ գնալ եւ ինչպես օգտվել հնարավորություններից։ Նա շուտ հասկացավ, որ ԱՄՆ-ում դիրք ունենալու համար կարևոր է արագ կողմնորոշվել։ Կրթությունը Հարվարդում նրան տվեց մուտք ճիշտ միջավայր։ Սկսելով կարիերան բանկային ոլորտում նա ստացավ գործնական գիտելիքներ այն մասին, թե ինչպես են աշխատում փողերը։ Քենեդին շատ վաղ հասկացավ, թե որտեղից է գալիս փողը։ 4 օրենքի տարիներին նա սկսեց զբաղվել ապօրինի ալկոհոլի վաճառքով եւ ըստ տարածված կարծիքի հենց այդ շրջանում էլ կուտակեց իր առաջին լուրջ կապիտալը։ Դրանից հետո նա սկսեց աշխատել անշարժ գույքի շուկայում եւ զուգահեռ մտավ ֆոնդային բորսա։ 1920-ականներին նա արդեն բավական մեծ գումար էր հավաքել եւ ճիշտ պահին դուրս եկավ շուկայից մինչեւ մեծ դեպրեսիան։ Մինչ ուրիշները կորցնում էին ամեն ինչ, նա պահեց իր ունեցածը եւ պատրաստ էր հաջորդ քայլին։ Հետո անցավ նոր ոլորտի՝ կինոարդյունաբերության, ապա 1933-ին, երբ 4 օրենքը չեղարկեցին, նա նորից վերադարձավ ալկոհոլի բիզնես, բայց արդեն օրինական պայմաններում։ Այդ պահին նա արդեն հարուստ եւ լավ կապեր ունեցող մարդ էր։ Եվ հենց այստեղ տեղի ունեցավ կարևոր շրջադարձը։ Նա սկսեց օգտագործել այդ ամենը ոչ միայն բիզնեսի, այլև քաղաքական ազդեցության համար։ Որոշ ժամանակ անց նա նույնիսկ նշանակվեց ԱՄՆ դեսպան Մեծ Բրիտանիայում, սակայն իր իռլանդական ծագումը, կաթոլիկ լինելը եւ երբեմնի կտրուկ հայտարարությունները սահմանափակեցին նրա քաղաքական ճանապարհը։ I've just arrived in England after a very pleasant trip from the United States. I'm looking forward with great anticipation to taking up my duties here. Շուտով երբ Ջոզեֆ Քենեդի ավագը արդեն ամուր կանգնած էր բիզնեսում եւ ուներ բավարար քաղաքական ազդեցություն, նրա մտածելակերպը սկսեց փոխվել։
Նա ընտանիքին այլևս չէր նայում պարզապես անձնական կյանք, նրա համար այն դարձավ իր քաղաքական մեծ խաղի մի մասը։ Այստեղ կարևոր դեր խաղաց նրա ամուսնությունը Ռոուզ Ֆիցջերալդի հետ, ում հայրը Ջոն Ֆիցջերալդը Բոստոնի քաղաքապետն էր։ Այս ամուսնությամբ միավորվեցին երկու կարևոր բան՝ փողը եւ կապերը։ Հենց սա էլ դարձավ ընտանիքի աճի հիմքը։ Նրանք ունեցան 9 երեխա, բայց սա պարզապես մեծ ընտանիք չէր, սա հստակ համակարգ էր, որտեղ ամեն մեկը իր դերն ուներ։ Ջոզեֆ Քենեդի կրտսեր, Ջոն Քենեդի, Ռոբերտ Քենեդի, Թեդ Քենեդի եւ նրանց 5 քույրերը։ Ամեն մեկը այս կամ այն կերպ աշխատում էր նույն նպատակի համար՝ պահել եւ ուժեղացնել ընտանիքի դիրքը։ Ընտանիքում դաստիարակությունը շատ խիստ էր։ Շեշտը դրված էր կարգապահության, մրցակցության ու արդյունքի վրա։ Երեխաները միշտ համեմատվում էին միմյանց հետ։ Ամենամեծ սպասումները կապված էին ավագ որդու Ջոզեֆ Քենեդի կրտսերի հետ։ Հայրը հենց նրան էր տեսնում որպես ապագա նախագահ։ Ընտանիքի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված էր նրա վրա։ Մյուս երեխաները նույնպես համակարգի մաս էին։ Ջոն Քենեդին սկզբում չէր համարվում հիմնական թեկնածու, հատկապես իր թույլ առողջության պատճառով, բայց նա նույնպես մեծանում էր նույն պայմաններում, նույն պահանջներով, եւ հենց դա էլ աստիճանաբար ձևավորեց նրան։ Անձնական ցանկությունները երկրորդ պլանում էին։ Առաջինը միշտ ընտանիքի ընդհանուր նպատակն էր՝ մեծացնել Քենեդիների ազդեցությունը։ Հեղինակությունը, կապերը, կրթությունը, նույնիսկ վարքագիծը, ամեն ինչ վերահսկվում էր։ Ամեն ինչ արվում էր հաշվարկով, երկարաժամկետ արդյունքի համար։ Բայց հենց այս նույն համակարգը իր բարձր սպասումներով ու խիստ վերահսկմամբ հետո ունեցավ իր թույլ կողմը։ Եվ այսպես 1940-ականների կեսերին ընտանիքում արդեն հստակ ձևավորված էր ժառանգականության գիծը։ Հիմնական հույսը դրված էր ավագ որդու Ջոզեֆ Քենեդի կրտսերի վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ջոզեֆ Քենեդի կրտսերը ծառայում էր ԱՄՆ ռազմածովային ավիացիայում։ Սա նրա համար ոչ միայն պարտքի կատարում էր, այլ նաև իր կերպարի ձևավորման մի մաս։ Նրան անհրաժեշտ էր ամրապնդել իր ապագա քաղաքական կարիերան։ Այդ ժամանակ ռազմական ծառայությունը գրեթե պարտադիր պայման էր այն մարդկանց համար, ովքեր ուզում էին հասնել բարձր պետական պաշտոնների։ 1944 թվականի օգոստոսի 12-ին նա մասնակցում էր գաղտնի ռազմական գործողության։ Խոսքը պայթուցիկներով լցված ինքնաթիռի մասին էր։ Ըստ ծրագրի անձնակազմը պետք է բարձրացներ ինքնաթիռը, ակտիվացներ պայթուցիկները եւ դուրս թռչեր մինչև հարվածը։ Բայց ամեն ինչ գնաց ոչ այնպես, ինչպես նախատեսված էր։ Մինչ անձնակազմը կհասցներ դուրս գալ, ինքնաթիռը պայթում է օդում։ Ջոզեֆ Քենեդի կրտսերը մահանում է տեղում։ Սա դառնում է առաջին լուրջ հարվածը այն ամբողջ համակարգին, որը կառուցում էր նրա հայրը։ Կորուստը միայն ընտանեկան չէր, կորել էր այն մարդը, ում վրա դրված էր հիմնական քաղաքական հույսը։ Հաջորդ ողբերգությունը երկար սպասեցնել չտվեց։ 1948 թվականին Քենեդիների ընտանիքը ստացավ մի նոր հարված, որը հետո շատերը սկսեցին դիտարկել որպես մի երկար ու ծանր ողբերգական շղթայի սկիզբ։ Քեթլին Քենեդին ընտանիքի ամենաանկախ երեխաներից մեկն էր։ Ի տարբերություն մյուսների նա փորձում էր հեռու մնալ ամերիկյան քաղաքական կյանքից եւ ավելի շատ կապված էր եվրոպական միջավայրի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ծանոթացավ բրիտանական արիստոկրատ Ուիլյամ Քեֆենդիշի հետ եւ ամուսնացավ նրա հետ, չնայած ընտանիքի ներսում եղած դժգոհություններին։ Բայց այդ կյանքը երկար չտևեց։ Ամուսնությունից ընդամենը մի քանի ամիս անց Ուիլյամ Քեֆենդիշը զոհվեց պատերազմի ժամանակ։ Դրանից հետո Քեթլինը մնաց Անգլիայում եւ փորձեց շարունակել իր կյանքը Եվրոպայում, արդեն ընտանիքից ավելի անկախ։ 1948 թվականին նա Ֆրանսիայից թռչում էր դեպի Անգլիա։ Ինքնաթիռը ճանապարհին հայտնվեց ուժեղ փոթորկի մեջ, կորցրեց կառավարումը եւ կործանվեց Ֆրանսիայի տարածքում։ Բոլոր ուղևորները զոհվեցին, այդ թվում նաեւ Քեթլինը։ Քենեդիների ընտանիքի համար սա հերթական ծանր հարվածն էր։ Քեթլինը նրանց ընտանիքում համարվում էր ամենակենսուրախ ու ազատ մտածող երեխաներից մեկը եւ նրա մահը հատկապես ծանր ազդեց ծնողների վրա։ Սա նաև առաջին դեպքերից էր, երբ ընտանիքի շուրջ սկսեց ձևավորվել այն զգացումը, որ ողբերգությունները նրանց կյանքում անընդհատ կրկնվում են։ Մանկությունից Ջոն Քենեդին առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Նա հաճախ էր հայտնվում հիվանդանոցներում, տառապում էր ուժեղ մեջքի ցավերից եւ տարբեր քրոնիկ հիվանդություններից։ Սակայն ընտանիքը փորձում էր այս ամենը պահել հնարավորինս փակ, որպեսզի դա չազդի նրա ապագա քաղաքական կարիերայի վրա։ Չնայած առողջական խնդիրներին, Ջոն Քենեդին ավարտեց Հարվարդի համալսարանը եւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայության անցավ ԱՄՆ ռազմածովային ուժերում։ 1943 թվականին նրա ղեկավարած ռազմական նավը բախվեց ճապոնական ռազմանավի հետ։ Բախումից հետո նավը կիսվեց,
Անձնակազմի մի մասը զոհվեց, իսկ մյուս մասը հայտնվեց բաց ծովում։ Քենեդին կարողացավ հավաքել ողջ մնացածներին եւ նրանց հասցնել անվտանգ վայր, անձամբ օգնելով վիրավորներին։ Այս դեպքը կարևոր դեր խաղաց նրա հանրային կերպարի ձևավորման մեջ։ Փրկության պատմությունը լայն տարածում ստացավ եւ նրան տվեց մի մարդու իմիջ, ով կարող է գործել ծայրահեղ ծանր իրավիճակներում։ Պատերազմից հետո Ջոն Քենեդին մտավ քաղաքականություն։ 1946-ին ընտրվեց կոնգրես, իսկ մի քանի տարի անց արդեն դարձավ սենատոր։ Նրա կարիերան արագ աճում էր ընտանիքի կապերի եւ հանրային կերպարի շնորհիվ։ We go into space because whatever mankind must undertake, free men must fully share. Այս շրջանում նա ամուսնացավ Ժակլին Քենեդիի հետ եւ նրանք արագ դարձան ամերիկյան նոր քաղաքական սերնդի խորհրդանիշը, երիտասարդ, ժամանակակից եւ մշտապես հանրության ուշադրության կենտրոնում։ 1950-ականների վերջում արդեն պարզ էր, հենց Ջոն Քենեդին է այն մարդը, ով պետք է շարունակի ընտանիքի քաղաքական ճանապարհը։ Այս պատմությունը եւս մեկ բան է ցույց տալիս. ուժը միշտ չէ որ ֆիզիկական է։ Շատ դեպքերում իրական պայքարը սկսվում է ներսից, սահմանափակումների, ռիսկերի եւ սեփական թույլ կողմերի հետ, բայց հենց այդ պայմաններում է ձևավորվում առաջնորդի մտածողությունը, երբ պետք է գործել, նույնիսկ եթե իրավիճակը քեզ դեմ է թվում։ Իրական կյանքում էլ հաջողությունը հաճախ կախված է ոչ միայն պայմաններից, այլ նրանից, թե ինչպես ես կառավարում ռիսկեր եւ կառուցում քո հետագա քայլերը։ Wilco Wealth Management-ը առաջարկում է ներդրումային եւ ակտիվների կառավարման լուծումներ նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կայուն, հաշվարկված եւ երկարաժամկետ ֆինանսական ռազմավարություն։ Մանրամասների համար անցեք հղումով կամ սկանավորեք QR կոդը։ 1960 թվականին Ջոն Քենեդին հենց ինքը առաջադրեց իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում դեմոկրատական կուսակցությունից։ Նրա քարոզարշավը կառուցված էր համակարգի թարմացման վրա։ Նա ավելի երիտասարդ եւ էներգետիկ քաղաքական գործիչ էր համարվում իր մրցակիցների համեմատ, ինչը կարևոր դեր խաղաց հասարակական մտածելակերպի վրա։ 1960 թվականի ընտրություններում Քենեդին հաղթեց եւ 43 տարեկանում դարձավ ԱՄՆ-ի պատմության ամենաերիտասարդ նախագահը։ Սա ոչ միայն անձնական հաջողություն էր, այլ նաեւ ապացույց, որ ընտանիքի երկար տարիների ռազմավարությունը իրականություն դարձավ։ Ladies and gentlemen, the President of the United States. Նա հանրության առաջ ձևավորեց վստահ, զսպված եւ արագ որոշումներ կայացնող առաջնորդի կերպար։ Սա հատկապես նկատելի էր Սառը պատերազմի ժամանակ։ Նրա նախագահության կարևոր դրվագներից մեկը Կարիբյան ճգնաժամն էր։ Այդ ժամանակ աշխարհը կանգնած էր միջուկային պատերազմի եզրին։ Քենեդիի վարչակազմի որոշումները թույլ տվեցին խուսափել ուղիղ բախումից։ Միաժամանակ ձևավորվում էր նաև նախագահի ընտանիքի մշակութային կերպարը։ Սպիտակ տունը Քենեդիի օրոք ընկալվում էր ոչ միայն որպես քաղաքական կենտրոն, այլ նաև հասարակական կյանքի կարևոր վայր։ Ժակլին Քենեդին մեծ դեր ուներ այս գործընթացում։ Հենց այս պահին այն համակարգը, որը տարիներով կառուցվում էր, հասավ իր գագաթնակետին։ Բայց հաջորդ իրադարձությունները պետք է փոխեին ոչ միայն նրա անձնական ճակատագիրը, այլ նաև ամբողջ ընտանիքի ճակատագիրը։ «1963 թվականի աշնանը Ջոն Քենեդին շարունակում էր ակտիվ քաղաքական գործունեությունը եւ պատրաստվում էր իր հաջորդ փուլին։ Նրա առաջ կանգնած խնդիրներից մեկը հարավային նահանգներում դիրքերի ամրապնդումն էր, որտեղ նրան այդքան էլ շատ չէին աջակցում։ Դրա համար նախատեսվեց այց Տեխասի Դալլաս քաղաք։ 1963 թվականի նոյեմբերի 22-ին նախագահը ժամանում է քաղաք իր կնոջ Ժակլին Քենեդիի հետ։ Նախագահի շարասյունը շարժվում էր բաց ավտոմեքենայով, ինչը այդ ժամանակվա համար սովորական էր։ Շարասյունը շարժվում էր քաղաքի կենտրոնով, փողոցներում հազարավոր մարդիկ էին հավաքված տեսնելու նախագահին։ Ամեն ինչ հագիստ էր թվում։ Մարդիկ ողջունում էին մեքենան, իսկ անվտանգության աշխատակիցները ուղեկցում էին երթը։ Բայց այդ տարիներին նախագահի անվտանգությունը դեռ այնքան խիստ չէր, որքան այսօր։ Երբ շարասյունը անցնում էր Դալլասի Էլմ փողոցով, հանկարծ հնչեցին կրակոցներ։ Սկզբում շատերը նույնիսկ չհասկացան ինչ է կատարվում։ Մի քանի վայրկյան անց սկսվում է խուճապը։ Նախագահի մեքենան կտրուկ արագացնում է ընթացքը։ Գնդակները դիպել էին Ջոն Քենեդիին։ Շարասյունը շարժվում է դեպի Փարքլենդի վանդանոց։ Բժիշկները երկար պայքարում են նախագահի կյանքի համար, բայց վնասվածքները չափազանց ծանր էին։ Մի քանի ժամ անց պաշտոնապես հայտարարվեց. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին մահացել է։ Այս լուրը մեծ ցնցում է առաջացնում ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում։ Շուտով ձերբակալվեց կասկածյալը՝ Լի Հարվեյ Օսվալդը։
Պաշտոնական վարկածով կրակոցները նա էր արձակել գրադարանի շենքից, սակայն 2 օր անց Օսվալդը նույնպես սպանվեց Դալասի գիշերային ակումբներից մեկի սեփականատեր Ջեք Ռուբիի կողմից։ Պաշտոնական հետաքննությունը հետագայում հայտարարեց, որ Լի Հարվի Օսվալդը գործել է միայնակ եւ սպանությունը կազմակերպված դավադրություն չի եղել, բայց այս վարկածը շատերի համար համոզիչ չթվաց։ Չափազանց շատ հարցեր մնացին առանց հստակ պատասխանի։ Կրակոցների քանակը, անվտանգության բացթողումները, Օսվալդի վարքը եւ հատկապես այն փաստը, որ նա սպանվեց մինչեւ լիարժեք դատավարությունը։ Հենց դրա պատճառով տարիների ընթացքում սկսեցին հայտնվել տարբեր վարկածներ։ Ոմանք կասկածում էին հատուկ ծառայություններին, մյուսները մաֆիայի, ԿՀՎ-ի կամ նույնիսկ քաղաքական շրջանակների մասնակցությանը։ No, sir, I am not a communist, and I think that the red herring and so forth is rather ridiculous to toss into this conversation. Տասնամյակներ անց էլ Քենեդիի սպանությունը շարունակում էր մնալ Ամերիկայի պատմության ամենակննարկվող եւ ամենամութ դեպքերից մեկը։ Գործող նախագահի մահը մեծ ազդեցություն ունեցավ ինչպես ամերիկյան հասարակության, այնպես էլ միջազգային իրավիճակի վրա։ Սառը պատերազմի պայմաններում դա ավելի ուժեղացրեց անկայունության եւ անորոշության զգացումը։ Քենեդիների ընտանիքի համար սա դարձավ երրորդ խոշոր հարվածը 40-ականների դեպքերից հետո։ Բայց այս անգամ հետևանքները դուրս եկան ընտանիքի սահմաններից եւ ազդեցին ամբողջ երկրի վրա։ Ջոն Քենեդիի սպանությունից հետո ուշադրությունը թե ընտանիքում, թե քաղաքական դաշտում տեղափոխվեց նրա կրտսեր եղբոր Ռոբերտ Քենեդիի վրա։ Այդ պահին նա զբաղեցնում էր գլխավոր դատախազի պաշտոնը եւ համարվում էր նախագահի ամենամոտ գործընկերներից մեկը։ 1963-ից հետո առաջին տարիներին նրա կարգավիճակը բարդ էր։ Մի կողմից նա պահպանել էր ազդեցությունը, մյուս կողմից շարունակում էր մնալ եղբոր ստվերում։ Ժամանակի ընթացքում նրա դերը սկսեց փոխվել, նա սկսեց ձևավորել իր սեփական կերպարը եւ քաղաքական գիծը։ 1964 թվականին Ռոբերտ Քենեդին ընտրվեց սենատոր Նյու Յորք նահանգից։ I would support President Johnson and Vice President Humphrey if they received the nomination of the Democratic Party. Այս պաշտոնում նա իր ուժերը կենտրոնացրեց երկրի ներքին խնդիրների վրա՝ աղքատություն, ռասայական անհավասարություն եւ սոցիալական լարվածություն։ Նրա ելույթները ձևավորեցին նրա կերպարը որպես քաղաքական գործիչ, ով փորձում էր լուծել համակարգային խնդիրներ։ 1960-ականների վերջում նրա ազդեցությունը զգալիորեն աճել էր։ Շարունակվող Վիետնամի պատերազմի եւ երկրի ներսում խորացող ճգնաժամի պայմաններում նա սկսեց ընկալվել որպես ֆիգուր, որը կարող էր միավորել տարբեր խմբեր։ 1968 թվականին նա հայտարարեց իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։ I am announcing today my candidacy for the presidency of the United States. Նրա քարոզարշավը շատ արագ թափ էր հավաքում։ Ռոբերտ Քենեդին ակտիվորեն շրջում էր երկրով, հավաքում մեծ լսարաններ եւ աստիճանաբար դառնում գլխավոր ֆավորիտներից մեկը։ Հատկապես կարևոր էր Կալիֆոռնիայի նախնական ընտրություններում նրա հաղթանակը, որովհետեւ այդ արդյունքից հետո արդեն շատերը սկսեցին հավատալ, որ հենց նա կարող է դառնալ դեմոկրատական կուսակցության թեկնածուն նախագահի ընտրություններում։ 1968 թվականի հունիսի 5-ի գիշերը նա ելույթ ունեցավ Լոս Անջելեսի ամբասադոր հոթելում, նշելով իր հաղթանակը։ Ելույթից հետո Քենեդին ծառայողական միջանցքով շարժվում էր դեպի մյուս սրահը, որտեղ պետք է հանդիպեր թիմակիցների ու լրագրողների հետ։ Այդ պահին ամբողջի միջից նրան մոտեցավ մի պաղեստինցի, Սիրհան Բիշարա Սիրհանը եւ մոտ տարածությունից մի քանի անգամ կրակեց նրա ուղղությամբ։ Ռոբերտ Քենեդին ծանր վիրավորվեց եւ անմիջապես տեղափոխվեց հիվանդանոց։ Բժիշկները ամբողջ գիշեր փորձում էին փրկել նրա կյանքը, բայց վնասվածքները շատ ծանր էին։ Հաջորդ օրը պաշտոնապես հայտարարվեց նրա մահվան մասին։ Senator Robert Francis Kennedy died at 1:44 a.m. today. Դա տեղի ունեցավ այն պահին, երբ նրա քաղաքական ազդեցությունը արագ աճում էր։ Կալիֆոռնիայում հաղթանակից հետո շատերը արդեն նրան տեսնում էին որպես նախագահի գլխավոր թեկնածուներից մեկը եւ կարծում էին, որ Քենեդիների ընտանիքը կարող է կրկին վերադառնալ Սպիտակ տուն։ Այս իրադարձությունը դարձավ ընտանիքի համար արդեն 4-րդ մեծ հարվածը։ 1963 թվականին ընդհատված քաղաքական գիծը շարունակելու փորձը կրկին կանգ առավ։ 1968 թվականից հետո Քենեդիների ընտանիքը դեռ մնում էր քաղաքականության մեջ, բայց նախկին միասնական ուժը, որով նրանք շարժվում էին դեպի իշխանության, սկսեց թուլանալ։ Ընտանիքը այլևս չէր շարժվում մեկ միասնական նպատակով, այն բաժանվեց տարբեր մասերի։
Էդվարդ Քենեդին, ընտանիքի 4-րդ տղազավակը, նույնպես չխուսափեց դժբախտությունից։ Իր կյանքի ամենամեծ եւ ամենամութ պատմություններից մեկը կապված էր հայտնի Չապակոհիդիքի դեպքի հետ։ Դեպքը տեղի ունեցավ 1969 թվականի հուլիսի 18-ի գիշերը Չապակոհիդ փոքր կղզում։ Էդվարդ Քենեդին մասնակցում էր ոչ պաշտոնական հավաքույթի։ Այդ երեկոյի ընթացքում նրա հետ էր 28-ամյա Մերի Ջո Կեպչեն, որը աշխատել էր Ռոբերտ Քենեդու նախընտրական թիմում։ Գիշերվա ուշ ժամին Էդվարդը մեքենայով հեռացավ երեկույթից Մերի Ջոյի հետ։ Ճանապարհը մութ էր։ Կամուրջը, որտեղով անցնում էին նրանք, նեղ էր եւ առանց պաշտպանական արգելապատնեշների։ Մեքենան դուրս է գալիս ճանապարհից եւ ընկնում ջուրը։ Էդվարդ Քենեդին ինչ-որ կերպ կարողանում է դուրս գալ մեքենայից, սակայն Մերի Ջոն մնում է ներսում։ Ամենամեծ սկանդալը ոչ թե վթարն էր, այլ այն, որ Քենեդին անմիջապես ոստիկանություն չի դիմում։ Նա դեպքի մասին հայտնում է միայն հաջորդ առավոտյան, մոտ 10 ժամ անց։ Այդ ուշացումը հասարակության աչքում հարց է առաջացնում. արդյոք հնարավոր չէր լինի փրկել աղջկան, եթե օգնությունը ժամանակին հասներ։ Այս դեպքը կարծես դարձավ ընտանիքի հերթական ողբերգական ստվերը։ Էդվարդը իրավական առումով ստացավ համեմատաբար մեղմ պատիժ, սակայն քաղաքական ու բարոյական հետևանքները շատ ավելի ծանր եղան։ Շատ պատմաբաններ կարծում են, որ հենց այս դեպքը կործանեց նրա ԱՄՆ նախագահ դառնալու շանսերը։ This morning I entered a plea of guilty to the charge of leaving the scene of an accident. Prior to my appearance in court, it would have been proper for me to comment on these matters. But tonight I am free to tell you what happened and to say what it means to me. Քենեդիների հաջորդ սերնդում ամենից հաճախ հիշվող երկու ողբերգական դեպքերը կապված են Դեյվիդ եւ Մայքլ Քենեդիների հետ։ Նրանք երկուսն էլ Ռոբերտ Քենեդիի որդիներն էին եւ ընտանիքի երկրորդ սերնդի ներկայացուցիչները։ Դեյվիդ Քենեդին համարվում էր Ռոբերտ Քենեդիի որդիներից ամենախոցելին։ Նա երիտասարդ տարիքից բախվել էր հոգեբանական խնդիրների եւ ուներ կախվածություն թմրանյութերից։ 1984 թվականին նա մահացավ թմրանյութերի գերդոզավորումից։ Դեպքը տեղի ունեցավ հյուրանոցային համարում։ Նրա մահը շատ ցնցեց ընտանիքին, քանի որ նա արդեն փորձում էր վերականգնվել կախվածությունից։ Իսկ մյուս որդին, Մայքլ Քենեդին, ակտիվ հասարակական կյանք ուներ եւ աշխատում էր ընտանեկան բարեգործական հիմնադրամում։ 1997 թվականին Մայքլ Քենեդին մահացավ դժբախտ պատահարի հետևանքով։ Դա քշելու ժամանակ նա մեծ արագությամբ բախվեց ծառին Կոլորադոյի Ասպեն հանգստավայրում։ Վթարի հիմնական պատճառ համարվեց արագ ընթացքն ու տեղանքը սխալ գնահատելը։ Այս դժբախտությունների ֆոնին հատկանշական է հիշել նաև ընտանիքի ավագ դուստր Ռոզմարին Քենեդիի պատմությունը։ Նա համարվում էր շատ գեղեցիկ, հանգիստ եւ ընկերասեր աղջիկ, բայց մանկությունից եւ պատանեկությունից սկսած ուներ հոգեբանական որոշ դժվարություններ։ Այդ ժամանակ այդպիսի խնդիրները հաճախ ճիշտ չէին ընկալվում եւ ընտանիքը փորձում էր շտկել իրավիճակը տարբեր ձևերով։ 1940-ականներին, երբ նա արդեն երիտասարդ կին էր, ընտանիքի ներսում աճում էր մտահոգությունը նրա վարքի ու հոգեկան վիճակի վերաբերյալ։ Քենեդիների ընտանիքը, որը շատ մեծ ուշադրություն էր դարձնում հասարակական կարծիքին եւ իր հեղինակությանը, փորձում էր գտնել լուծում, որպեսզի նա կարողանա ավելի կայուն կյանք ունենալ։ Այդ շրջանում բժշկության մեջ տարածված էր մի մեթոդ՝ լոբոտոմիա, որը ներկայացվում էր որպես հոգեկան խանգարումների բուժման նոր միջոց, թեև իրականում շատ վտանգավոր եւ չվերահսկվող միջամտություն էր։ Այս վիրահատության ժամանակ բժիշկները հատուկ սուր գործիքներով մտնում էին մարդու ուղեղի մեջ եւ բառացիորեն կտրում ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու էր մարդու բնավորության, էմոցիաների եւ որոշումներ կայացնելու համար։ Այդ տարիներին լոբոտոմիան գովազդվում էր որպես չակերտավոր հրաշք բուժում, որը կարող էր հանգստացնել ցանկացած դեպրեսիվ հիվանդի։ 1941 թվականին բժիշկները ընտանիքի որոշման հիման վրա կատարեցին լոբոտոմիա։ Միջամտության ընթացքում վնասվեց նրա ուղեղի այն հատվածներից մեկը, որը կապված էր վարքի, հույզերի եւ ինքնուրույնության հետ։ Արդյունքում նրա վիճակը կտրուկ վատացավ։ Նա կորցրեց խոսելու եւ ինքնուրույն գործելու ունակությունը եւ փաստացի դարձավ մշտական խնամքի կարիք ունեցող անձ։ Նա հետագա ամբողջ կյանքը անցկացրեց մեկուսացված, հեռու հասարակական աչքից։ Քենեդիների ընտանիքը երկար ժամանակ այդ պատմությունը չէր բարձրաձայնում։ Միայն շատ տարիներ անց այս պատմությունը սկսեց բացահայտվել հանրությանը եւ դարձավ կարևոր օրինակ, թե ինչպես կարող են այն ժամանակվա սխալ բժշկական մոտեցումները եւ ընտանիքի սխալ որոշումները կործանել մարդու կյանքը։ 20-րդ դարի վերջում Քենեդիների ընտանիքի նկատմամբ ուշադրությունը աստիճանաբար տեղափոխվեց նոր սերնդի վրա։ Այդ սերնդում ամենանշանակալի ֆիգուրը դարձավ Ջոն Քենեդի կրտսերը, Ջոն Քենեդիի որդին։
Նրա կերպարը ձևավորվել էր դեռ մանկուց։ 1963 թվականին նախագահի հուղարկավորության ժամանակ նա մասնակցում էր հրաժեշտի արարողությանը։ Այն պահը, երբ նա պատվում է, որ հիշատակը դարձավ դարաշրջանի ամենահայտնի խորհրդանշական տեսարանը։ Այդ պահից նրա անունը կապվեց ոչ միայն ընտանիքի, այլև հասարակական սպասումների հետ։ Մեծահասակ դառնալով Ջոն Քենեդի կրտսերը ստացավ իրավաբանական կրթություն եւ փորձեց կառուցել սեփական կարիերան քաղաքականությունից դուրս։ 1990-ականների սկզբին նա ծանոթացավ Քերոլին Բեսեթի հետ, որը աշխատում էր Calvin Klein ընկերությունում։ Նրանց հարաբերությունները շատ արագ դարձան մամուլի գլխավոր թեմաներից մեկը։ 1995 թվականին Քենեդին հիմնադրեց George Magazine-ը, փորձելով ստեղծել նոր ձևաչափ, որը միավորում էր քաղաքականությունն ու զանգվածային մշակույթը։ Այդ ժամանակ արդեն մեդիան ակտիվորեն քննարկում էր, արդյոք նա մի օր կմտնի մեծ քաղաքականություն։ And I think everyone has to find their way into politics or any other professions on their own. Do it on their own speed and in their own way. 1996 թվականին Ջոնն ու Քերոլինը ամուսնացան փակ արարողությամբ, փորձելով հեռու մնալ մշտական ուշադրությունից, բայց հանրային հետաքրքրությունը նրանց նկատմամբ միայն մեծանում էր եւ ժամանակի ընթացքում այդ ճնշումը սկսեց ազդել նաեւ նրանց անձնական կյանքի վրա։ 1999 թվականի հուլիսի 16-ին Ջոն Քենեդի կրտսերը փոքր ինքնաթիռով թռչում էր դեպի Մասաչուսեթս իր կնոջ Քերոլին Բեսեթի եւ նրա քրոջ հետ։ Թռիչքը անցնում էր Ատլանտյան օվկիանոսի վրայով, բայց ճանապարհի ընթացքում ինքնաթիռը հանկարծ անհետացավ ռադարներից։ Մի քանի օր շարունակ փրկարարական խմբերը որոնումներ էին իրականացնում օվկիանոսում։ Ավելի ուշ հայտնաբերվեցին ինքնաթիռի բեկորները։ Պարզվեց, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել էին։ Պաշտոնական վարկածով վթարի պատճառը եղել էր այն, որ Քենեդին գիշերային թռիչքի ընթացքում կորցրել էր կողմնորոշումը օդում։ Ջոն Քենեդի կրտսերի մահը դարձավ ընտանիքի հետ կապված ամենաքննարկվող դեպքերից մեկը։ Դա տեղի ունեցավ այն պահին, երբ դեռ պահպանվում էր նրա քաղաքական ակտիվ դեր ունենալու հավանականությունը։ Վերջին տարիներին Քենեդիների ընտանիքի պատմությունը նորից վերադարձավ հանրային ուշադրության կենտրոն, այս անգամ ոչ թե քաղաքականության կամ ողբերգությունների միջոցով, այլ նոր սերիալի շնորհիվ։ Love Story սերիալը պատմում է Ջոն Քենեդի կրտսերի եւ նրա կնոջ հարաբերությունների մասին։ Սա ոչ թե քաղաքական դրամա է, այլ ավելի անձնական պատմություն։ Սիրո, հանրային ճնշման եւ հայտնի լինելու ծանր կողմերի մասին։ Սերիալը ցույց է տալիս, թե ինչպես է նրանց հարաբերությունները սկսվել 90-ականների Նյու Յորքում։ Սկզբում նրանց կապը ներկայացվում է որպես պարզ ու բնական սիրո պատմություն, բայց հետո աստիճանաբար երևում է, թե որքան դժվար է ապրել մշտական ուշադրության կենտրոնում, երբ յուրաքանչյուր քայլ դառնում է մամուլի թեմա։ Քենեդիների մասին այս նոր էկրանային մոտեցումը հետաքրքիր է նաև նրանով, որ այն փոխում է նախկին պատկերացումը ընտանիքի մասին։ Ժամանակի ընթացքում այս ամենը սկսեց ավելի շատ թվալ, քան պարզապես պատահականությունների շարք։ Քենեդիների ընտանիքում տարբեր սերունդների ընթացքում սպանություններ, ավիավթարներ, դժբախտ պատահարներ ու վաղ մահեր։ Հենց այդ պատճառով էլ մարդկանց շրջանում ձևավորվեց այն արտահայտությունը, որով սկսեցին նկարագրել այս պատմությունը՝ Քենեդիների անեծք։ Ժամանակի ընթացքում մարդկանց մոտ սկսեց ձևավորվել այն տպավորությունը, որ Քենեդիների ընտանիքում ողբերգությունները օրինաչափություն են։ Տարբեր սերունդներում անընդհատ կրկնվում էին սպանություններ, ավիավթարներ, դժբախտ պատահարներ եւ տարբեր ողբերգական իրավիճակներ։ Ամեն նոր դեպքից հետո այս պատմությունը ավելի էր խորանում եւ շատերի համար դա արդեն պարզապես պատահականությունների շարք չէր թվում։ Հենց այդպես էլ տարածվեց այն արտահայտությունը, որով սկսեցին նկարագրել այս ընտանիքի պատմությունը՝ Քենեդիների անեծք։ Քենեդիների անեծք արտահայտությունը ակտիվ օգտագործվում էր մեդիայում եւ հասարակական քննարկումներում, բայց հստակ սահմանում չուներ։ Ավելի շուտ դա մի ընդհանուր ձևակերպում էր, նկարագրելու համար իրարից անկախ թվացող բազմաթիվ դեպքեր, որոնք միասին դիտարկվելիս սկսում էին նմանվել անեծքի։ Լրացուցիչ ազդեցություն ուներ նաև այն, որ այդ դեպքերից շատերը տեղի էին ունենում այն պահերին, երբ ընտանիքի ներկայացուցիչները գտնվում էին իրենց կարիերայի գագաթնակետին կամ մոտ էին կարևոր փուլերի։ Սա ավելի էր ուժեղացնում այն զգացումը, թե ողբերգությունները պարզապես պատահական չեն, թե որևէ ընդհանուր պատճառի ուղիղ ապացույցներ չկային։ Ռացիոնալ տեսանկյունից սա կարելի է բացատրել մի քանի գործոններով՝ մեծ ընտանիք, ակտիվ ներգրավվածություն քաղաքականության մեջ, մշտական մեդիա ուշադրություն։ Այս ամենը մեծացնում էր վտանգավոր իրավիճակներում հայտնվելու հավանականությունը, եւ ամեն առանձին դեպք ուներ իր կոնկրետ պատճառներն ու հանգամանքները։ Այսպես Քենեդիների անեծքը դարձավ ոչ թե օբյեկտիվ երևույթ, այլ նրանց պատմությունը բացատրելու ձև։
Քենեդիների պատմությունը Ամերիկայի պատմության ամենաազդեցիկ ու ամենաողբերգական պատմություններից մեկն է։ Մի ընտանիք, որը սկսեց ամենաներքևից եւ ընդամենը մի քանի տասնամյակում հասավ աշխարհի ամենահզոր քաղաքական կենտրոնին։ Նրանք ունեին ամեն ինչ՝ փող, կապեր, իշխանություն, հանրային սեր։ Թվում էր այս ընտանիքը ստեղծված է հաղթելու համար, բայց որքան բարձր էին նրանք բարձրանում, այնքան ավելի ծանր էին դառնում հարվածները։ Սկզբում մահացավ այն որդին, ում պատրաստում էին նախագահ դառնալու համար։ Հետո սպանվեց նախագահը, դրանից հետո նրա եղբայրը, որը փորձում էր շարունակել այդ ճանապարհը։ Տարիներ անց ողբերգություններ կրկնվեցին արդեն հաջորդ սերունդերում։ Ամեն անգամ թվում էր, թե Քենեդիները նորից վերադառնալու են, եւ ամեն անգամ պատմությունը նորից ընդհատվում էր։ Ժամանակի ընթացքում Քենեդիների ընտանիքը դադարեց լինել պարզապես քաղաքական դինաստիա։ Նրանք դարձան խորհրդանիշ այն բանի, թե որքան մոտ կարող են լինել իրար իշխանությունը, փառքը եւ ողբերգությունը։ Եվ մինչև այսօր էլ այս պատմությունը շարունակում է հարցեր առաջացնել։ Արդյոք սա պարզապես պատահականությունների շարք է, թե մի պատմություն, որտեղ չափազանց շատ բաներ կրկնվեցին, որպեսզի մարդիկ հավատան պատահականությանը։ Հստակ պատասխան չկա։ Եվ գուցե հենց դրա պատճառով էլ Քենեդիների պատմությունը մինչ այսօր շարունակում է հետաքրքրել ամբողջ աշխարհին։